Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ մարտի 7-ին տեղի է ունեցել դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են դատախազության 2025 թվականի աշխատանքները։ Գլխավոր դատախազը նիստը սկսել է դրական լուրով, նշելով, որ համաձայն միջազգային հանրապետական ինստիտուտի նախաձեռնությամբ Հայաստանում իրականացված հանրային կարծիքի ուսումնասիրության դատախազության աշխատանքից լիովին գոհ եւ ավելի շուտ գոհ է քաղաքացիների 43%-ը։ Նախորդ հարցման համեմատությամբ գոհունակության ցուցանիշը աճել է 6%-ով, հայտնել է Վարդապետյանը։ Սա կարծում եմ մեր որպես միասնական համակարգի շատ կարևոր նվաճում է եւ սա կարծում եմ հավաստումն է այն պնդման, որը մենք մի անգամ չի որ կրկնում ենք, որ արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի, այն պետք է լինի տեսանելի եւ ցուցանիշն ինձ հուշում է, որ նաեւ հասկանալի։ Աննա Վարդապետյանն ամփոփելով այս տարվա ընթացքում իր կողմից Երևան քաղաքի վարչական շրջանների եւ մարզային դատախազություններ կատարված այցերի արդյունքները ընդգծել է, որ բոլոր այն ուղենիշները, որ նախատեսվել են ստորաբաժանումների աշխատանքի համար, հետեւողականորեն իրականացվում են։ Անդրադառնալով մարզերի եւ Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազությունների աշխատանքի գնահատմանը, համաձայն որի առաջին հորիզոնականը զբաղեցրել է Սյունիքի մարզի դատախազությունը, գլխավոր դատախազը շնորհավորել է եւ ընդգծել, որ այս նվաճումը նպատակ սահմանելու եւ այդ նպատակի իրականացմանը հասնելու օրինակ է։ Վերջինս շնորհավորել է նաեւ երկրորդ եւ երրորդ հորիզոնականները հավասար միավորներով կիսած Գեղարքունիքի մարզի ու Երևան քաղաքի Ավան եւ Նոր վարչական շրջանների, նաեւ 4-րդ հորիզոնականը զբաղեցրած Լոռու մարզի ու 5-րդ հորիզոնականը զբաղեցրած Արարատի մարզի դատախազություններին։ Սա չի նշանակում, որ մյուս բոլոր ստորաբաժանումների աշխատանքը գոհացուցիչ չէ, սա նշանակում է, որ մեր պահանջներն են լրջացել, մեր նշաձողերը բանավոր խոստումներից անցնում են, դառնում են արդեն հողին կպած կոնկրետ արդյունքներ, ոչ թե թվեր, որովհետև մեծ հաշվով թվերը մեր կյանքում ոչինչ չեն փոխում, եւ այս առումով ես դեռ առիթ կունենամ, բայց ուզում եմ ընդգծել յուրաքանչյուրի աշխատանքը եւ կոլեկտիվ աշխատանքը, շնորհակալություն հայտնել դրա համար եւ վերահաստատել, որ հաջորդ տարվա համար էլ մենք նույն առաջնահերթություններով ենք շարունակելու աշխատել, հրամանը բոլորիդ հասանելի է, ուժի մեջ է։ Մենք ցանկանամ, որ այս տարի տեղերում էլ եմ ասել, մի փոքր ավելի շատ ուշադրություն դարձնենք հանցագործությունների կանխման աշխատանքների։ Ամփոփելով ելույթը Աննա Վարդապետյանը դիմել է Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր դատախազներին։ Ես խնդրեմ միայն, որպեսզի մենք լինենք էլ ավելի պատասխանատու, էլ ավելի ուշադիր, էլ ավելի բարեկիրթ, որովհետև ներկայիս մարտահրավերները չեն վերաբերում միայն պրոֆեսիոնալիզմին։ Մարտահրավերներն այսօր ցավոք վերաբերում են միևնույն տարական հասկացության, որը կոչվում է բարեկրթություն։ Դատախազությունը չնայած բոլոր սադրանքներին եւ տարբեր տեսակի դրսևորումներին միշտ լինելու է բարեկիրթ։ Նշենք, որ նիստի ընթացքում ի թիվս այլնի ներկայացվել են դատախազների, դատախազությունում քաղաքացիական ծառայության եւ հայեցողական պաշտոն զբաղեցնող, նաեւ քաղաքացիական աշխատանք կատարող անձանշրջանակում անցկացված անանուն հարցման արդյունքները։ Կոլեգիայի ընդլայնված նիստի ավարտին տեղի է ունեցել առաջին անգամ դատախազի պաշտոն ստանձնող դատախազների երդման արարողությունը։